Խնդրում եմ լրություն դահլիճում։ Հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իրականում եզրափակիչ ելույթս մի քիչ այլ տրամաբանությամբ էի կառուցել, բայց ստիպված եմ փոխել, նկատի ունենալով այն հանգամանքը, թե ինչ տեղի ունեցավ մեր ազգային ժողովի դահլիճում, որովհետև չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանում ի վերջո քաղաքական բանավեճի մշակույթը իրապես անթույլատրելի է, այն մշակույթը, որը գոյություն ունի, անթույլատրելի է, եւ մենք բոլորս պետք է փորձենք ամեն ինչ անել ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական բանավեճ ունենալու համար, ու նման դեպքերն էլ դարձյալ առանց որևէ մեկին հատուկ թիրախավորելու ուզում եմ հատուկ արձանագրել, որ անթույլատրելի են խորհրդարանական հանրապետության խորհրդարանի դահլիճում։ Բայց չեմ ուզենա այս պահին եզրափակիչ ելույթիս ամբողջ ժամանակահատվածը ծախսել սրա վերաբերյալ խոսելու համար, որովհետև մի շարք այլ հարցեր կան, որոնց միանշանակ ուզում եմ անդրադարձ կատարել իմ եզրափակիչ ելույթի ընթացքում։ Ըստ էության բազմիցս առիթ ունեցել եմ տարբեր առանձին խնդիրների վերաբերյալ խոսելու, հետևաբար փորձեմ խոսել մարդու իրավունքների վերաբերյալ մի քանի ստանդարտների մասին, բայց արձագանքելով նաև որոշ ելույթների, որոշ պատգամավորների ելույթների, որովհետև դրանք որոշակի առումով հանրային ընկալումներ են ձևավորում ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված։ Նախ Առաջին հերթին անդրադառնամ, թեպետ այստեղ չեն հարգելի գործընկերները, բայց մի քանի ելույթների, օրինակ Տիկին Գալստյանի ելույթին, ով չգիտես ինչ տրամաբանությամբ եւ ամենաանսպասելի մեղադրանքը կարծում եմ հնչեցրեց իմ եւ մեր հաստատության հասցեին, խոսելով այն մասին, որ քաղաքականապես չեզոք չեն ըստ էության։ Անկեղծ ասած չեմ ուզենա անդրադառնալ այս հարցի հետ կապված հիմնավորումներին, բայց այստեղ զավեշտալի մի հանգամանք կա։ Ըստ էության քաղաքական չեզոքության, մարդու իրավունքների պաշտպանի քաղաքական չեզոքության կամ դրա բացակայության վերաբերյալ հայտարարություն է անում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել էր ակնհայտ քաղաքական գործունեություն իրականացնող անձի, քաղաքական գործչի, ավելին, այնպիսի քաղաքական գործչի, ով մարդու իրավունքների տեսանկյունից նույնիսկ տարրական կանոններ եւ սկզբունքներ չի պահպանում։ Ամենօրյա ռեժիմով ատելության խոսք է տարածում գրեթե բոլոր հնարավոր հիմքերով։ Եվ խոսքը միայն իմ մասին չէ, որովհետև այո, սեռով պայմանավորված ատելության խոսքի թիրախ ես եմ դարձել գենդերային հավասարության հիմքով, մի շարք այլ հիմքերով։ Սա մարդու իրավունքների ամենատարրական կանոնների խախտում է ըստ էության։ Եվ սա ըստ էության ցույց է տալիս ոչ միայն առաջադրված անձի մոտեցումը մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, այլ սա ցույց է տալիս նաեւ մարդուն առաջադրողների մոտեցումը մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ, որովհետեւ նախ առաջադրում ես նման անձի, երկրորդը չես քննադատում ու չես հակազդում հակաիրավական ու մարդու իրավունքներին հակասող նրա խոսքին, ըստ էության ակնհայտ է, որ կիսում ես նրա տեսակետները։ Հետևաբար, եթե մենք անընդհատ խոսում ենք պատգամավորական էթիկայի եւ դրա սկզբունքների մասին, ուզում եմ հատուկ արձանագրել, որ սա եւս կարծում եմ պատգամավորական էթիկայի եւ վարքագծի կանոնների խիստ խախտում է այսպիսի վարքագիծ ունենալ ընդհանրապես եւ այսպիսի մոտեցումներ մարդու իրավունքների նկատմամբ եւ միանշանակ համարում եմ, որ ցանկացած դեպքով, ինչը նաեւ պահանջում եմ, պատգամավորական էթիկան պետք է դառնա քննարկման առարկա, այդ թվում նմանատիպ դեպքերով։ Այդ թվում մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքը ցույց տալու նմանատիպ դեպքերով։ Երկրորդը, անկեղծ ասած այս համատեքստում մի քանի հարց ունեմ, որովհետև ըստ էության պատգամավորը քաղաքական չեզոքության խախտման մասին խոսեց, բայց առանձին հիմնավորումներ չներկայացրեց, դրա համար ես փորձեմ մի քանի մտքեր արտահայտելու միջոցով ինքս ստանալ պատասխաններ քաղաքական չեզոքության վերաբերյալ կամ քաղաքական չեզոքության խախտումներ իմ կամ իմ հաստատության կողմից թույլ տալու դեպքերի հետ կապված։ Օրինակ, արդյոք Տիկին Գալստյանը եւ նրա գործընկերները քաղաքական չեզոքության խախտում են համարում այն հանգամանքը, որ ես գտնում եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից ամենաշատը քաղաքացիների, սովորական քաղաքացիների, ոչ թե քաղաքական գործիչների, այլ սովորական քաղաքացիների իրավունքների խախտումների հետ կապված մեզ հետ հաղորդակցության մեջ է պարոն Արծվիկ Մինասյանը, որը հանդիսանում է հենց Հայաստան խմբակցության ներկայացուցիչ, եւ ըստ էության կարծում եմ ի տարբերություն շատ քաղաքական գործընկերների, շատ էթիկական հաղորդակցություն է վարում, բարձր ստանդարտներով, բարձրաձայնում է
անընդհատ է բարձրաձայնում խնդիրներ, որոնք ուղղակի սովորական քաղաքացիներին են վերաբերում, եւ ես սա հրապարակայնորեն գնահատել եմ եւ հիմա էլ գնահատում եմ։ Սա քաղաքական չեզոքության խախտում է, համարվում թե ոչ։ Կամ այն, որ հենց Հայաստան խմբակցությունից, օրինակ, ասորական համայնքի հետ կապված բազմաթիվ հարցեր մենք մշտապես քննարկման առարկա ենք դարձնում, փորձում ենք լուծումներ գտնել, օրինակ, տիկին Իրինա Գասպարյանի հետ։ Այսպես շարքը չեմ կարող շատ երկար շարունակել, որովհետև շատ չեն այն падգամավորները, ովքեր մարդու իրավունքների հետ կապված այդպիսի էթիկական ստանդարտներ են դրսևորում եւ քաղաքացիների հետ կապված հարցեր են բարձրաձայնում, բայց միևնույն է, հատուկ եմ ուզում արձանագրել։ Ընդ որում, այս падգամավորների թվում, օրինակ, Տիկին Վարդանյանը չի դասվում, Տիկին Գալստյանը հաստատ չի դասվում, որովհետև նորից եմ կրկնում, սովորական քաղաքացիների հետ կապված անընդհատ հարցեր բարձրաձայնելը մի բան է, քաղաքական նպատակահարմարությունից հարցեր բարձրաձայնելը մեկ այլ բան է։ Բայց կուզենամ մեկ այլ հանգամանքի անդրադառնալ, անդրադարձ կատարելով հարգարժան Տիկին Վարդանյանի եւ պարոն Դանիելյանի ելույթներին համադրված եղանակով, որովհետեւ կարծես թե այստեղ պարոն Դանիելյանը փորձում էր համեմատություն անել տարբեր մարդու իրավունքների պաշտպանների միջև, Տիկին Վարդանյանն էլ կարծես մեր հայտարարություններից էր օրինակներ ընթերցում վերջին ժամանակների։ Նախ ամոթալի եմ անկեղծ ասած համարում նման դեպքերը, որովհետև падգամավորները պետք է նպաստեն մի հաստատության եւ մի պերի միջև սոլիդարության ձևավորմանը, իսկ սա հակառակին է նպաստում եւ սա ամոթալի եմ համարում միանշանակ, բայց սրա հետ մեկտեղ ուզում եմ մի քանի կարևոր հանգամանքի անդրադառնալ։ Ես իմ բոլոր մարդու իրավունքների պաշտպան գործընկերներին շատ սոլիդար եմ վերաբերվում եւ իրոք գնահատում եմ նրանց անգնահատելի վաստակը այս հաստատությունը կարևոր մակարդակի բարձրացնելու հարցում։ Բայց օրինակ Տիկին Վարդանյան գործընկերներ, արդյոք կարդացել եք, օրինակ, Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ 2016 թվականին մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային խոսքը, երբ օրինակ հստակ հիմնավորումներ էր բերվում, թե հավաքը եղել է ոչ խաղաղ բնույթի եւ մանրամասն հիմնավորվում էր այդ հանգամանքը ոստիկանական բռնությունների հետ կապված իհարկե եւս խոսելով։ Կամ օրինակ երբևէ տեղեկացված եղել եք այն դեպքերից, երբ տարբեր անկախ պաշտոնյաներ, հիմա չնշեմ որտեղ, որովհետև սա նաև մի փոքր արտաքին քաղաքական խնդիր է, գնում էին խոշտանգումներով ամենահայտնի քրեակատարողական հիմնարկներ եւ վերջում հաղորդագրություն էին տարածում, որ մեծ բռնության վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել եւ ընդհանրապես սա էր։ Եվ սա ընդ որում, երբ խոսում եմ օրինակ 2016 թվականի դեպքերի մասին, այն իրավիճակում էր, երբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան էր անհասկանալի պատճառներով հրաժարական ներկայացրել։ Եվ ըստ էության սա օրինակ ինձ համար շատ կարևոր հանգամանք է։ Ոչ թե հրաժարական ներկայացրել այլ պաշտոնի տեղափոխվելու նպատակով կամ այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով, այլ անհասկանալի պատճառով։ Եվ ըստ էության բացի առանձին հայտարարություններից կամ առանձին խոսքերից որոշ հրապարակային, օրինակ, քրեական վարույթ նախաձեռնվեց, որ պարզվի կարող է, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտություն էր տեղի ունեցել։ Չշարունակեմ թվարկումները, որովհետև դեպքերի մասին կարող եմ շատ խոսել, բայց կոչ եմ անում բոլորին, ոչ թե նպաստել մի փաստաթությունում սոլիդարության բացակայության ձևավորմանը, այլ հակառակը կոչ եմ անում բոլորին նպաստել մի փաստաթության սոլիդարության ձևավորմանը, որովհետև սա բոլորի պարտավորությունն է, ոչ թե մի քանի կոնկրետ անձանց։ Լրագրողների վերաբերյալ խոսեց Տիկին Վարդանյանը, անկեղծ ասած չգիտեմ այդ որտեղից էր ենթադրել կամ որ լրագրողների հետ էր զրուցել, ովքեր տեղյակ չէին եղել օրինակ մեր հայտարարությունից։ Դա շատ տարօրինակ հայտարարություն էր, որովհետև լրագրողների հետ ես անձնապես եմ շփվում եւ շփվում եմ գրեթե ամենօրյա ռեժիմով։ Եվ ըստ էության լրագրողների հետ այդ թվում այս հարցը ես անձամբ եմ քննարկման առարկա դարձրել։ Հետևաբար խնդրում եմ անել այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ թե ավելին, այսպես ասած, նվազեցնում են ձեր հայտարարությունների, հա, ամեն խոսքի արժանահավատությունը եւ մնացյալ խոսքին այլևս հնարավոր չէ, հա, արժանահավատության տեսանկյունից լսել, այլ անել այնպիսի հայտարարություններ, որոնք ըստ էության հիմնված են փաստերի վրա։ Ես կարող եմ շատ երկար խոսել նաեւ այն բոլոր դեպքերի հետ կապված, որոնց առնչությամբ ըստ էության մենք տարբեր արձագանքներ ենք ունեցել, մինչդեռ օրինակ այստեղ Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքը, որի հետ կապված հրապարակային բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, անմիջապես դեպքից հետո ենք մենք հրապարակային հայտարարություն ունեցել եւ մի շարք այլ դեպքեր։ Եվ
Կարծես թե այստեղ բոլորը փորձում են տպավորություն ստեղծել կամ իրենք են փորձում ընկալումներ ձևավորել, թե մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ինչպես պետք է աշխատի։ Օրինակ, երեք միտք էի լսում, որ դուք կանխարգելման խոշտանգումների կանխարգելման մարմին եք, հետևաբար դուք բացի ինչ-որ բան արձանագրելուց, պետական մարմիններից պահանջելուց, այլ որևէ բան էլ պիտի անեք։ Նախ, ուզում եմ հատուկ արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում միջազգային կազմակերպությունները հստակ արձանագրում են, որ տարիներ շարունակ Հայաստանում սխալ ընկալում է ձևավորվել խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի մասին, որովհետև մարդիկ պատկերացրել են նաև լուրջ դերակատարները, որ դա այնա, որ պետք է գնաս, բռնես այն մարդկանց ձեռքից, ով այդ պահին բռնություն է կիրառում եւ այլն, եւ սա է այդ մեխանիզմը։ Սա հակասում է միջազգային չափանիշներին, այսպիսի ընկալումները։ Խոշտանգումների կանխարգելման մարմնի էությունը մշտադիտարկումներ իրականացնելն է եւ այդ մշտադիտարկումների արդյունքներով խնդիրները բացահայտելը, առաջարկներ ներկայացնելը եւ հետեւողական լինելը, որպեսզի այդ առաջարկները կատարվեն։ Ես էլի կարող եմ խոսել այն մասին, թե օրինակ չգիտեմ ինչ-որ այլ մեթոդներ էին առաջարկում, որ ասենք բացի դեպքերը բացահայտելուց պիտի նաև այսինչ անեք, այնինչ անեք։ Գործընկերներ, ես առաջարկում եմ ունենալ շատ կառուցողական քննարկում, հասկանալու համար, որ իրականում մեթոդներն այդպիսին չեն, եւ նաև հասկանալու համար, որ եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք եւ ձեր տրամաբանությամբ կգնահատենք, կնշանակի Հայաստանի մի փաստատությունը երբեք արդյունավետ չի աշխատել, որովհետեւ Հայաստանի մի փաստատությունը մեթոդների տեսանկյունից նույն մեթոդներով է աշխատել, ոճերի տեսանկյունից միանշանակ տարբեր մեթոդաբանությամբ։ Հիմա այստեղ կուզենամ նաև առիթը օգտագործել, քանի որ խոսեցինք քաղաքական չեզոքության մասին եւ հատուկ անդրադարձա Հայաստան խմբակցությունը ներկայացնող մի քանի պատգամավորներին, ովքեր կարծում եմ շատ բարձր ստանդարտներով մեզ հետ համագործակցում են, նաեւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված։ Ուզում եմ անդրադառնալ նաեւ քաղաքական մեծամասնության պատգամավորներին, ում հետ մշտապես կապի մեջ ենք եւ պիտի անկեղծ լինեմ, շատ ավելի մեծ թվով են հենց այս խմբակցությունը ներկայացնող այն պատգամավորները, որոնք իրենք են իրենց նախաձեռնությամբ օրինակ առաջարկում որևէ խնդրի լուծմանը միասին նպաստել, որևէ խնդրի լուծում միասին ստանալ։ Եվ որպեսզի ես կարողանամ քաղաքական չեզոքությունը պահպանել, ես այս հանգամանքի վերաբերյալ էլ պիտի խոսեմ եւ պիտի առաջարկեմ, որ հարգելի գործընկերներ, մարդու իրավունքների պաշտպանությունը դա մրցույթ չէ, որ մենք այստեղ որոշենք, թե ով ավելի բարձր խոսեց խնդրի մասին, ով առաջինը եկավ խոսեց խնդրի մասին։ Սրանք մեր բոլորի խնդիրներն են։ Սրանք ոչ թե մի հոգու խնդիր են, սրանք բոլորի խնդիրներն են։ Եվ եթե մարդկանց թվում է, որ բացառապես քաղաքական մեծամասնությունն է պետական իշխանություն ունենալու պարագայում պատասխանատու խնդիրների լուծման համար, ապա չարաչար սխալվում եք, որովհետև ինչպես բոլոր հարցերը ես ինքս շատ կոշտ եւ խիստ մեթոդաբանությամբ շատ դեպքերում ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը, նույնն էլ հիմա պետք է ասեմ, ուղղում եմ քաղաքական ընդդիմությանը, որովհետև օրենսդիր իշխանությունը պետական իշխանության մարմին է, եւ եթե ստացել եք պետական իշխանություն, պարտավոր եք ձեր բոլոր գործիքները օգտագործել խնդիրները լուծելու համար, հետեւաբար դուք նույնպես հանդես եք գալիս որպես պետական իշխանության ներկայացուցիչ եւ ես ստիպված եմ այս պահին մեր մյուս գործընկերներին դիմում, որովհետեւ իրենք բարձրացրեցին այս խնդիրները։ Իմ առաջարկը այն է, որ մենք կարողանանք կառուցողական եղանակով միասին համագործակցել եւ գտնել այս բոլոր խնդիրներին լուծումներ, որովհետեւ ինչ խոսքեր այս դահլիճում եւ այլ դահլիճներում հնչեցվեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը կատարելագործված լինելու մասին։ Ես ինքս տեսնում եմ, թե ինչն է կատարելագործվել, ինչ մնացել է չկատարելագործված, բայց առանձնահատուկ տեսնում եմ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրապես խոցելի իրավիճակում են գտնվում, ովքեր չունեն օգնության հնարավորություն եւ հանկարծ այնպես է ստացվում, որ եթե իրենք հետաքրքիր չեն քաղաքական նպատակներով, որևէ մեկը սրա մասին չի հիշում։ Ոչ, մենք պետք է հիշենք հենց այս ամենի մասին, ու մենք պետք է համագործակցաբար կարողանանք պաշտպանել մեր բոլոր քաղաքացիների իրավունքները, զերծ մնալով ցանկացած տեսակի քաղաքական շահարկումներից ու քաղաքական նպատակահարմարությունից, եւ հենց դա է պատճառը, որ միջազգային չափանիշների համաձայն արգելվում է ոչ թե
այսպես ոչինչ չանել, հա, մի փաստատության հեղինակության հետ կապված կամ ոչ մի խոսք չասել մի փաստատության հեղինակությունը ցածրացնող կամ բարձրացնող, այլ հակառակը միջազգային չափանիշները պարտավորեցնում են բոլոր դերակատարներին այնպես անել, որպեսզի ոչ միայն մի փաստատություն, այլ մարդու իրավունքների հետ կապված ցանկացած հաստատություն եւ մարդու իրավունքները ինքնին անընդհատ հեղինակության առումով եւ հանրային ընկալումների առումով բարձր ստանդարտների եւ բարձր ընկալումներ վայելեն եւ մենք բոլորս պարտավոր ենք անկախ հաստատությունից, որովհետեւ նրանք կարող են իմ խոսքը վերաբերում է նաեւ օրինակ քաղաքասարակությանը, իրավապաշտպան համայնքի հեղինակության բարձրացման